Ես կարամ միայն իմ արունը թափեմ, իմ ժողովրդի արունը ես նորից եմ ասում, չեմ կարա, ինչի համար այն ժամանակ, որ ասենք, թե ես, գիտեք ինչ, որ դուք գոնե պետք է իմանաք, հարգելի սիրելի լրագրողներ, մի օրվա մեջ 647 մարդ բռնեցին, իմ թիմակից պատասխանատու, 647, ու հիմնական հարցադրումը դրեցին, որ Ծառուկյանը բարեգործություն է անում, հարկերը չի տալիս, մենք բոլոր օբյեկտները, որ ցույց տվեցին, մասկաներով, ավտոմատներով, հյուրանոցա, օբյեկտներով, սաղ մտան, ժողովրդի մեջ դուրս էր գալու Գայանը, պետք է ասեին Ծառուկյանը իր ունեցվածքը փրկելու համար, ժողովրդին հանեց արնայողության, որ իր ունեցված չստուգեն, Մակարյան սխալ եմ ասում, տրամաբանական է, Գայանը ճիշտ եմ ասում, թե չէ, թե դու չլսեցիր, սխալ եմ ասում, թե վախում ես խոսած, ես չեմ վախում, աղջիկ ջան. Ես ասում եմ, ես հանեի ժողովուրդը, մեծ ու մանուկ դուրս էին գալու, այո, մարդիկ իրենց թոռներ երեխեք դուրս են գալու, բայց բերել են եւ Ղարաբաղից զորք, բերել են Եղեգնաձորից 1000 հոգի զորք, Սովետաշենում եւ Չարբախում զորքերը կար։ Ես ասեցի իմ ժողովրդին բաց թողեք, ումը որ ձերբակալել եք։ Ես քաղաքական էջը փակում եմ, մենակ իմ ժողովրդի մատը փուշ չմտնի։ Հիմա եթե պետք է լինի, որ իմ ժողովրդից արուն թափի, ես 100% եմ, ես թող բռնեն, ունեցվածքս վերցնեն, ինձ գնդակահարեն, հարցը իմ համար մեծ պատիվ, միշտ սաղ հպարտ, հզոր, մեկ ամ բոլորն են մականացու են, որ պատմության էջում կգրվի, որ մարդը հանուն իր հայրենիքի ժողովրդի հարց չկա։ Ինչ կա իմ նպատակն է իրականացելը, միայն մնացել է Քրիստոս արձանը, այն արդեն պատրաստ է, մենակ մնում է մի տարի ժամանակ, այն իմ տղերքը կդնեն տեղը, հարց չկա։ Այնպես որ ես նորից եմ ասել, գլուխ գովան եմ, ոչ էլ մի բան, եթե իմ ժողովրդից պետք է արուն թափի, ես չեմ անի։ Բայց փողոց կհանեք մարդկանց։ Եթե դրա անհրաժեշտությունը կա, ասենք թե խարդախություն, արամություն, անպայման ինչի մասն է խոսքը։ Բայց արուն թափելու, ես ձեզ ասում եմ, բացառված ես տուր չեմ տա։ Կարամ իմ արունը թափեմ, դուս գամ, բայց որ իմ ժողովրդից պետք է արուն թափի, ու ասեն Ծառուկյանը իր պաշտոնը իր ունեցվածքը փրկելու համար ժողովրդին անեց արնայողության, ես դեմ չեմ, 50-ը կարող անեց հասկանա 50-ը, բայց ես դա չեմ ուզում։ Պայքար դուս են գալու, եթե եղավ, ասենք թե խարդախություն եղավ, հարց չկա։ Բայց ես ասում եմ, եթե Ղարաբաղից բերել էին, Վայոց ձորից բերել էին զորքերը, ինչի համար էին բերել, որ Ծառուկյանը իր ունեցվածքը փրկելու համար, ոչ թե հեղափոխություն, այլ ունեցվածքը փրկելու համար անում։ Անցարկյան, որ ասում եք խարդախություն նկատում եք ընտրախախտումներ, Այո, իհարկե, այո։